Հարգելի հեռուստադիտողներ, մենք ունենք ֆանտաստիկ հյուրեր, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյան եւ վաստակավոր արտիստ գեղեցկուհի Ջուլիետա Ստեփանյան։ Բարի առավոտ։ Շնորհակալ ենք ձեր շքեղ լավ էներգիան բերելու համար։ Անկախ նրանից, որ մենք շատ լուսավոր ու ջերմ վայրում ենք գտնվում, բայց Հիրվաստան բազմիցս դες նշել, երբ որ ինչ-որ մեկի դուռը դուք թակում եք, մտնում եք ներս, միանգամից ձեր շուրջը այդ տանը փոխվում է մթնոլորտ։ Սենյակը լուսավորվում է միանգամից։ Այո, ինչու՞մն է գաղտնիքը ի վերջո։ Ինչու՞մն է գաղտնիքս։ Երևի թե չեմ սիրում գովել։ Մի մռայլ պատմի։ Չեմ սիրում գովել։ Մի անգամ մեր մի քիչ բան ասենք, չէ, հայ։ Մեր դերասաններից մեկը ասեց, Ջուլիան անցնում էր, թատրոնում էինք եւ ասեցի, Ջուլո, աղջի տանը ուտելու բան կայի կնիկ, սոված եմ առավոտից, եկել եմ փորձի մոտ։ Ջուլիան ասեց, հա, ո՞ւր չկա, իսա վերջացնի գնանք, եկել։ Ես դերասանն ասեց, Սամվել նկատողություն։ Ինքը հարգված, սիրված դերասան, աղջի կնիկ, ինձ բաներ մի ասա, ու իրան բարձրացրու։ Դու տեսնում ես ես իմ կնոջը ոնց եմ բարձրացնում ամեն տեղ, ասի, դե դու քո կնոջը պետք է բարձրացնես։ Նրանց ամենտեղ գովում են ամբողջ հանրապետություն, ես չեմ կարող մեկացածրացնել իրան, ինձ կոպիտ կատակ արեցի իհարկե, բայց խնդիրն է որ ասում ես լուսավոր բան, երևի իրանից է գալիս այդ լուսավորությունը, այդ դրական էներգիան, այլապես իմ կինը չէր լինի, ասեմ որ Յուլիայի հետ ապրելը եւ երջանկությունը մեծ եւ նաեւ մեծ դժբախտություն չի ասի, մեծ բարդություն, որովհետեւ ինքը միշտ ուշադրություն ա ուզում։ Ինքը սարսափելի ուշադիր է եւ երեխաների հանդեպ եւ թորնիկների եւ իմ հանդեպ ահավոր ուշադիր։ Բնականաբար փոխադարձ նաեւ այդ ուշադրությունն է պահանջում։ Ուշադրություն ոչ թե ասենք նվեր, բան, sense բաներ նյութապաշտ չի, ասեմ ձեզ բացարձակապես։ Մի ծաղիկով կուրախանա եւ այնքան հեշտ է, այն թանկարժեք ծաղիկներից շատ է ստանում։ Դե դերասանուհիա բոլորն է ստանում, ինքն էլ է ստանում։ Այդպես չի ոգևորում, խղճում է նույնիսկ, ասում այսքան ծաղիկը տալիս են, հետո մեղք են, թառամում են, մյուս 2 օր հետո տանում ես, ինչի են այսքան ծաղիկը տալիս, ես իրան միշտ դաշտային ծաղիկներ եմ բերում, գարնանալ, որ գնում եմ վազելու կամ գնում եմ աղիլիչ կամ ինչ որ այդ վայրի ծաղիկները դաշտային, իր համար դա ուրախություն է։ Կամ այն որ ծախում են ծնծաղիկ, բան, տես բաներ, շատ լավ է, ձեռնտու է իրան, հեշտ կարելի է իր սիրտը գրավել եւ մյուս կողմից էլ իր հետ տոն է, իր հետ ապրելը տոն է, նաեւ բարդություններ կան, էլի, ուշադրություն է պահանջում, բան։ Լավ, ո՞նց է պահանջում ուշադրություն։ Ես պահին դու ինչ ես մտածում։ Եղբայր, ես ունեմ իմ աուրան, դեսքին աուրան։ Ես իմ շրջանակներ ունեմ։ Ես ամեն պահ չեմ կարող ասեմ, թե այս պահին ես ինչ եմ մտածում։ Կարող է մտնես գլխից մեջ էլ, հասկացանք, դրսում կոնտրոլը կա, բայց դե այս ուշադրության պահանջ ունի։ Բայց բատա որ ենթադրենք լրում ասում ինչ ա եղել, բան ա եղել, հələ ասա։ Դա եղավ ուշադրության բան։ Ես ռոմանտիկ մարդ եմ, պոեզիա եմ կարդում, բանաստեղծություն եմ անգիրանում։ Ես անընդհատ չեմ կարող ասեմ, որ այս պահին այս բանով եմ զբաղված, հա, ու այդ հետաքրքրությունը։ Ու նորից եմ ասում, լուսավոր է իր հետ կյանքը, գունավոր ֆիլմի ա վերածվել իմ կյանքը Ջուլիայի հետ ապրելով, դա շատ հետաքրքիր է ու գնահատելի է։ Տիկի Ստեփանյան, դուք ինչ կասեք։ Այդ գաղտնիքներից մեկը Եթերյանն է, ինքը արդեն ոսոթե ասեց, երբ որ ես առավոտյան շատ հաճախ, ոչ ամեն օր, բայց շատ հաճախ, երբ որ ես քնած եմ լինում, հանկարծ տեսնում քթից տակ sense բան անում, զարթնում եմ, տեսնում դաշտային ծաղիկ ա բերել ու քթից տակ եմ մոտեցրել ու արթնանում եմ։ Դա ինձ համար մեծ երջանկություն է, մեծ ուրախ։ Ես ամենափոքր բանով շատ եմ ուրախանում, շատ չնչին բան է պետք որ ես ուրախանամ, որտեղ հենց մի քիչ սիրուն չէ որ ես իմ մասին եմ ասում, բայց կարծես այդ խինդը, այդ ուրախությունը, այդ ժպիտը, այդ թակուն երջանկությունը իմ մեջ է։ Դրանից է գալիս։ Եվ երջանկությունը մանրուքների մեջ է։ Մանրուքների մեջ է։ Ինձ պետք չի ոչ մի բան, շատ մեծ բաներ։ Խարակտերն է, որտեղ որպես դերասանուհի Ջուլիան նաև դետալն է։ Մի փոքր իմպրովիզ, մի փոքր մանրուք նրա համար շատ կարևոր է։ Եվ իսկապես որ այդ պսի դերասանուհի լինելով նաև ինքն էլ ուշադրություն է դարձնում այդ պահերին։ Ու ինչն է գնահատել ինձ համար, իր մեջ մի չարաճճի աղջիկ է նստած։ Գաղտնիք չի, 74 տարեկան կին է, բայց ես կասեմ 74 տարեկան է, բայց ոնց որ մի մշտապես իր մեջ մի լինի մի 7-8 տարեկան աղջնակ չարաճճի, բայց ասեք որ դա իր մեջ է։ Անպայման դա է օգնում, եթե քո մեջ մանուկը չկա, չես զգում այդ մանուկը, դու տխուր ես ելնում, դու լինում ես, չեմ սիրում այդ բառը, բայց դեպրեսիոն վիճակներ հաճախ է լինում քո մոտ, ստրեսներ շուտ ես ընդունում։ Օրինակ, եթե ես ունենամ ստրես,
դա կարող է ոնց ասեմ ռոպեական, վարքյանական չէ, ռոպեական ես դա զգամ ու ինձ հանեմ դրա միջից։ Շատ հեշտությամբ եմ անում։ Ուրիշ զբաղմունք եմ գտնում եւ ուրիշ ուրախություն եմ գտնում, ուրիշ հնարավորություններ եմ գտնում, որպեսզի դուրս գամ այդ վիճակից։ Իսկ դեպրես խոսքը տանել չեմ կարողանում, որտեղ դա ինձ հետ կապ չունի, դեպետ ամեն մարդ իր սրտում ունի վերք։ Այդպիսի մարդ գոյություն չունես աշխարհում, որ չունենա կամ ժամանակի ընթացքում, կամ հետագայում, կամ սկզբնական։ Ամեն մարդ ունի այդ սպին, բայց այդ սպին քոնն է։ Ամեն մարդ ցավ ունի իր մեջ։ Ես դա չեմ կարող ինձ գցել դեպրեսիայի մեջ, քանի որ դեպրեսիան չի օգնի այդ սպին բուժելու համար, չէ՞։ Չի կարող է դեպրեսիոն վիճակը դու ունես դեպրեսիայի նմանավանդ ձեր տրամադրությունը նաև վարակում է դիմացինին։ Անպայման։ Հետո գիտեք ինչ կա, այստեղ հեչ կարևոր չի, որ քո մասնագիտությունը սա է։ Դու ինքդ որպես մարդ անձնավորություն այդ հատկությունները ունես կամ չունես։ Քեզ արվեստը քեզ չի ներարկելու դա։ Արվեստը կարող է խաղի ընթացքում կամ բեմում կամ ներկայացման ընթացքում քեզ ինչ-որ բան հուշի անես, բայց որպես մարդ դու առանձին մասնագիտությունից դուրս դու որպես մարդ պետք է ունենաս այդ գիտակցությունը, որ ոչ մի տխրություն չի բուժում ստրեսով կամ դեպրեսիայով։ Տխրությունը քո ձեռքին է։ Տխրություն է բերում։ Տխրություն է բերում։ Դու կարող ես դրա մասին մտածել, երբ որ դու մենակ ես, երբ որ գալ գիշեր է, երբ որ եւ այլն, բայց դա ոչ մեկի հետ կապ չունի։ Դրա համար ես էլ ունեմ իմ տխուր ինչ-որ մասը, բայց ես դա իմն է այդ առանձին անկյունը, որի համար ես մտածում եմ, տառապում եմ, բան եմ անում, ամոքում եմ։ Բայց ես ինքս չեմ սիրում տխուր մարդ։ Չեմ սիրում, որտեղ իմ մեջ կա իրոք ճիշտ ասում Սամվելը, իմ մեջ կա այդ մանուկ իմ ընկերուհին, որի հետ ես միշտ խոսում եմ։ Հրաշալի։ Ձեզ բազմիցս ուղղում են այսպես մի հարց, որ ժամանակը կուզենայիք դուք հետ գնայիք տեղափոխվեք, որ տարիքային, հա, ժամանակահատվածը կուզեք ու դուք միշտ նշում եք, որ ամեն մի տարիք ունի իր պահանջները, իր սերը, հիշողությունը, ջերմությունը եւ չնայած 2-3 օրից ամփոփում են 2025 թվականը, ես հիմա չեմ առաջարկում մտքերով գնանք, օրինակ, չգիտեմ, երբ որ դուք 20 տարեկան եք կամ 15, բայց ես կուզեի մտքերով գնանք, գիտեք, այն նոր տարին, այն ժամանակաշրջանի նոր տարին, որը ամենաշատն եք սիրել, որ ամենաշատն է տպավորվել, ինչի պակասը հիմա զգում ենք հենց այս տոնի։ Այո։ Ինձ հաճախ են հարցրել, որ տարիք կուզենայիր հետ վերադառնալ, ես միշտ երևի լսած կլինեք, որտեղ շատ հաղորդումներում եմ դա ասել։ Ես ոչ մի տարիք չեմ ուզում հետ վերադառնալ, որովհետև իմ բոլոր տարիներս եղել են լիարժեք, լիքը, շատ զբաղված ինքս ինձ նոր ես որ ասում եմ ինքնուրույն եմ եղել, դա չի նշանակում, որ ես բացի թողի եմ եղել, ոչ, պարզապես երեխաները շատ են եղել, ես փոքր եմ եղել, շատ եմ եղել ինքնուրույն։ Ու այդ ինքնուրույնությունը մինչև այսօր ինձ դուր է գալիս։ Ես փոքր ժամանակիվանից ունեցել եմ այդ ինքնուրույնությունը։ Ու դա ինձ շատ է դուր եկել, ու այդ բանը պահպանվել է մինչև այսօր, ու ես ոչ մի տարիք չկա, որ ասեմ, այս տարին կուզենայի կրկնվել, բայց կուզենամ կրկնվի հին նոր տարիները։ Չեմ ուզում հետ վերադառնամ, բայց կուզենամ այդ ինքը գա, այդ հին նոր տարվա պատրաստությունը, շնորհավորանքները, ուրախությունը, երեխեքի երջանկությունը, ես իմ ընտանիքով գիտեմ դա, Սամվելի ընտանիքով գիտեմ դա, թե ինչ երջանկություն ա եղել այդ նոր տարիները, երբ որ էլի եմ պատմել, վերանս չորանում անընդհատ, էլի եմ պատմել ես դրա մասին, որ մայրս կարում էր բարխտից տոպրակներ կարբիր, վրեն բամբակով սիրուն ոնց որ ասեղնաթելած, տենց գրում էր շնորհավոր Ջուլիայի, շնորհավոր Ռիմայի, շնորհավոր Նարինեի, շնորհավոր աղբերներիս անունները, ու դնում էր բարձի տակ։ Ու մեջը պոպոկը կեղևով, պնդուկը կեղևով, մանդարին, կանֆետներ, մոսկովսկի կանֆետներ, ասես լցնում էր տոպրակը, կապում էր ու դնում էր բարձի տակ։ Ու ասում էր հետաքրքիր է, ծմեր պապը գիշերը փոթորիկ էր, ես գյումրեցի եմ, այդ նոր տարիվա օրերը շատ ուժեղ ձյուն էր ու շատ սիրուն նոր տարիներ էր, մինչև այսպես ձյուն էր, հիմա յավր չկա։ Հիմա այդ հին նոր տարվա հետ ձյունն էլ է պակասել։ Ու մենք առավոտյան բեր էինք կենում, ամենքս մեր անկողի պատրաստում էինք, այդպես էր տրված ու բարձի տակ, բայց արդեն գիտեինք պետք է լինի ու բացում ենք ուրախությունից, երջանկությունից թռչկոտում, բարում, երգում ու պապաս պետք է ասեր 15,
15 րոպե առաջ բոլորս կազմ պատրաստ պիտի շարված լինենք ու թերեխով, որ սեղանի պիտի մոտենայինք, առաջի դեմենք ընտանիքով պիտի շնորհավորենք նոր տարին, հետո նոր գիշերը գալիս էին մեր տուն, եւ հարևաններ էին գալիս, եւ պապայիս ընկերներն էին գալիս, մինչեւ լույս անընդհատ այդ խնջույք էր դառնում։ Ես պարզապես փոքր ժամանակ բանից մինչև այսօր մի բան չէի սիրում մեր հին նոր տարուց, որ գնում էին իրար տուն։ Այդ դա չէի սիրում, մինչև այսօր չեմ սիրում։ Բոլորի տունը նույն ուրախությունն է, դա ընտանեկան բան է։ Դրա համար Եվրոպաներում դա ամսի 24-25-ն է, չէ՞։ Ծննդյան տոներն են նշում որպես նոր տարի։ Իսկ 31-ի գիշերը դա կոչվում է Սիլվեստր, կառնավալ։ Այսինքն կարող են հյուրերով գնալ ռեստորան, կորպորատիվներ, բաներ։ Գիտեք ինչ, Ջուլիան շատ լավ ասեց, նկարագրեց։ Իհարկե ես էլ եմ հիշում։ Մեր մոտ էլ ուրիշ էր, իջևանում էինք սեփական տուներ, մեզնից վերև անտառներ, ցերեմոնիա էր գնալ Եղևնի կտրելը։ Եղբորս հետ գնում էինք սղոցով հատուկ, այդ ջուները, բաները, մի քանի օր առաջ գնում էինք Եղևնի էինք կտրում բերում, եւ քույրերս զարդարում էին Եղևնին, եւ բավականամաս ջղայնանում էր, որ երկար էինք պահում։ Չէինք ուզում քանդեինք, պատահել է միջև համարյա մարտը այդ եղեք։ Այդ տոնացառը մնացել արդեն ճորանում գնում է։ Եվ իսկապես մեծ ուրախություն էր ընտանեկան։ Ուղղակի մի բանով նախանձում եմ ես լեհերին, որ Ջուլիանն ուշեց, բարի նախանձում եմ լեհերին, որովհետև նրանց մոտ գիտեք ինչ է, որովհետև նրանց մոտ պահպանվել է այդ քրիստոնեական ավանդույթը, մշակույթը, սոցիալիզմը այդքան չի վնասել, եւ նրանց մոտ ընտանեկան տոնախմբություն, որպես այդպեսին Քրիստոսի ծնունդն է, եւ դա ճիշտ է։ Ոչ թե նոր տարին 31-ը եւ 1-ը։ Այսինքն այդ օրը հարազատները պարտադիր երեխաները պետք է գան ծնողների մոտ։ Իսկ եթե արդեն իրենք են ընտանիք, արդեն թոռներ բաներ ունեն, ինչ հետարքիր է, չէ՞, մյուս օրերին կգան ծնողներին։ Արդեն իրենց թոռներն են այցելում, իրենց հարսները, որդիները։ Եվ 7 տեսակ ուտելիք է պատրաստում։ Մենք մեծ խոսում ենք, չէ՞, մեր հայկական ուրիշ է, էսեն է։ 7 տեսակ հատուկ ուտեստներ կան, որոնք պատրաստվում են, իհարկե ձուկն է պատրաստվում այդ ճրակվառոցի գիշերը, եւ ինչ է կատարվում իրենց մոտ, այդ լրիվ ընտանեկան տոն է, այդ 2 օրը եւ 2 օրը իրար նվերներ են նվիրում, նախորդ գնված եւ ընտանիքն է նշում, ընտանիքի անդամներն է նշում, ամեն ընտանիք նշում է, իսկ նոր տարվա օրը արդեն դա գնում են ռեստորան, այսպես այնպես չի համարվում ընտանեկան, նույնիսկ ամսի 1-ին մենք ներկայացում էինք խաղում, այնտեղ թատրոնում 31-ին խաղում էինք, 1-ին խաղում էինք, դա համարվում էր նորմալ, այդպես ամսի 1-ին ու 31-ին այդպես մեծ նշանակություն չէին տալիս, մեծ նշանակություն էին տալիս Քրիստոսի ծննդյան տոներին, եւ դա ճիշտ է։ Բայց մենք նոր տարիների մեկ էլ շատ էի սիրում, որ տներում տարածում էր Եղևնու հոտը։ Այո։ Բնական Եղևնիներ էր տրվում, հայրս տնում էր բարձր ու պտտվում էր այդ Եղևնին, դա մեր մեջ հեքիաթ մնաց։ Այդ հեքիաթի պես եմ հիշում մեր նոր տարի։ Դուք, Տիկին Ջուլիետա, ձեր ընտանիքը շատ մեծ ընտանիք է եղել, 14 երեխաներից ցավոք սրտի 8-ը ու անկախ նես մենք նշեցինք, չէ՞, տեսեք դուք հիշեցիք, որ գնացիք Եղևնին եք, կամ դա ամենասիրելի եւ ամենահիշվող բաներից է։ Գործողություն, ինչ կլինի սեղանին, որքանով առատ կլինի։ Իմ կարծիքով այդ 8 երեխաներով, որ դուք եք արդեն այդ տրամադրությունը, ինչ տրամադրությամբ դուք նստում եք սեղանի շուրջ, դա է ամենակարևոր, դա է ձեր ծնողների շնորհիվ։ Ու վստահ եմ ձեր տանն էլ Վաղանյան կրկին 4 բայց այնքան երկու աղջիկ եւ ես ահագին եկա տղայի թարսիպես մեր ոչ թե բարիբախտաբար մեր հարևաններն էլ այդպես էին հիմնականում երկու տղա եկա ես ահագին արդեն դպրոց գնացի նոր հասկացա որ տներ կան որտեղ մի քանի տղա են կամ մի քանի աղջիկ են կամ երկու երեխան ինձ միշտ թվացել է որ այդպես է Բոլոր ընտանիքներում երկու տղա են, երկու աղջիկ, քույրիկներ եւ եղբայրներ, այդ տպավորությունը կար այ։ Մեր ամբողջ թաղի մեջ մեր ընտանիքն էր որ շատ մեծ էր, հայրս էլ կոլխոզի նախագահ էր, միշտ բերում էին ընտիր, ամեն ինչը բերում էին։ Ով էր բերում, կաշառք էին բերում։ Չէ, չի կաշառք բերում, գյուղից բերում էին։ Գյումրիում ապրում էր ու գյուղում կոլխոզի նախագահ էր։ Հավաքերցես գյուղ տան։ Ինքը պատժեր էր տալիս, ամեն ինչ բերում էին։ Ու բանը խոզի խոչկորներ էր կարմրացնել տալիս հայրս, բան, բայց մինչև 12-ը չլրանար ոչ մի երեխուն չէին թողնում սեղանի մոտենային, բացի ինձ, որ մի քիչ լկստված էի, շատ աշխուժ էի ու ինձ չէին թողնում աղբերներից քորերից մոտ, որտեղ ծեծում էին ինձ։
Դրա համար հայրս ու մայրս թողնում էին, որ ես իրենց սեղանը պատրաստելու ժամանակ իրենց մոտ լնեի։ Բայց գյումրեցու սեղանը հիմա ինչով է տարբերվում։ Օրինակ 5 նոր տարին հիշենք այն ժամանակ երբ որ արվում ու հիմա կա ինչ-որ ուտեստ, որը որ միշտ պարտադիր պետք է գյումրեցու սեղանին լիներ նոր տարում։ Օրինակ այն ժամանակ փոխվել է, հիմա չէ։ Ես հիմա չգիտեմ, որտեվ հիմա այդքան կապված չեմ, մարդ չի մնացել, աղթողը գնացել են, ծնողներս մահացել են։ Բան հիմա Գյումրի սեղանի հետ այդքան ծանոթ չեմ, բայց այս մի քանի տարվա մեջ մի անգամ եղել եմ եղբայրս չկա էլ արդեն կինո երեխաներն է գնացին Ամերիկա, բայց քանի չէին գնացել նոր տարվան մի անգամ եղանք ու ես տեսա սեղանի վրա բացի նրանից որ նույն այդ ադատական, չգիտեմ ինչերը կա, տոլմաները կա, սացիբիները, ավանդական տոլման չի։ Ադատական ասիր, ասի ավանդական։ Ադատական ասի, ես Գյումրեցու լեզվով ասի։ Մի խոսքով, ես տեսա մի շատ զարմանալի թխվածք։ Այս սենց բարդ, տերևները լրիվ բաց, սեղանի երկու կողմին դրած, ասեց ինչ է, քան սիրուն էր, ասեց կաթայա, ու չեք պատկերացնում դա ինչ բաներ, ասեց հիմա մեզ մոտ արդեն տարածվել է նոր տարվա սեղաններին դնում ենք այսպիսի գաթա։ Շերտավոր խմորը։ Դիզայնը վերջում տարբերում թե դիզայնը զարմանալի էր, որտեղ ես չհասկացա դա ինչ է։ Նմանել չէ։ Ես իման չէ, ես իմացա ինչ որ բան արհեստական սիրուն սարքած ծաղիկներ է երկու հատ։ Բայց դու ասեցիր անունը ինչ որ Գյումրեցու բերան թե ինչ է դա։ Սամվել ջան, Գյումրեցու բերան, բայց ո՞վ է պետք որ Իջևանցու բերանը փոքր ու շատախոս։ Մեծ է, բայց քչախոս եմ, ես հիմա հաղորդման եմ։ Հա, ուրեմն դրանք գաթաներ էին ու ես շատ զարմացա եւ շատ համեղ էին։ Այսինքն մի հատ տերևը փոկում էր, ասենց հալվում էր էլի։ Դա հիմա իրանց մոտ տարածվել է որ Գյումրի սեղանին պետք է լինի այդպեսի։ Մեր ժամանակ խոզի բուտ չկար օրինակ, դա հետո հայտնվեց։ Չէ, մեր տունը մի ժամանակ ուրիշ բաներ հայտնվեց։ Մեր տանը միշտ սեղանի։ Խոչկոր ուրիշ էր, խոզի բուտը վերջին 20-30 տարին է հայտնվել, առաջ չկար խոզի բուտ։ Չէ, դերևություն եմ խնդրում։ Խոչկոր ուրիշ է։ Խոզուկ։ Այո։ Կոմանկության ժամանակ խոզի բուտ չկար, չէ՞ ջուջա։ Ես սխալ եմ ասել, ու դեմ ասել։ Չէ, խոզուկ։ Մոտ անկավ հետո։ Դուք ամենաբաստակավոր ընտանիքն եք, զույգն եք։ Պարոն Բաղինյանը պատմեց, որ ձեզ հետ ապրել է դա տոն է, ինչ կասեք դուք։ Ու իր մասին։ Այո։ Իր մասին ես շատ եմ ասել, իր մասին այն ինչ չեք հասցրել ասել։ Ես Վերջերս մի զարմանալի բան ասեց։ Մեկը հարցեց, ասեց ո՞նց հանդիպեցիք Սամվելին։ Ինքը Իջևանցի, դու Գյումրեցի, ասեց գիտեք, Իջևանում կար հոգեբուժական հիվանդանոց։ Չէ, թող ես ասեմ դա։ Պատվեք։ Բայց եթե ես ասեմ, թող ես ասեմ։ Դե ասա։ Ասի Իջևանում կար հոգեբուժական։ Ես համարում եմ շատ ագրեսիվ։ Չէ, հոգեբուժական հիվանդանոց է, թե ինչ էր կար։ Ասի Իջևանը բաժանվում է երկու մասի։ Մեկ ճանապարհ է ու երկու կողմից տներ է։ Այդ հիվանդանոց ասին։ Հա, ասին պետք չէ հիվանդանոց ինչ կարիք է, տեղափոխվեն ուրիշ տեղ ու կժերին բաժանում են տների վրա։ Ասի մի կժի մի տուն ասավ, իսկ իջնել ինձ ասավ։ Չէ, կարող է։ Ամեն մեկը հասավ, այդ մեկն էլ ինձ ասավ այդպես։ Ես մեկն էլ ինձ ասել։ Սամվելի մասին ես կարող եմ գրել, լիքը պատմել, շատ պատմել։ Համառոտ մաքսիմալ։ Համառոտի համար կասեմ, որ լավ, թող տենց էլ նեյմ լատայրան շահելա, որտեղ Սամվելը ինձ համար ամեն ինչ է։ Սամվելը իմ ամենամոտ ընկերն է, ամենակարևորը ինձ համար։ Նա իմ ամենամոտ ընկերն է, ես միշտ ասել եմ նորից թեկուզ իր մոտ եմ ասում, ես կպատկերացնեք, որ ընկերուհիներ շատ ունեմ, շատ ունեմ, բայց ես ոչ մի ընկերուհու հետ, տոներ են բոլորը իրանք գիտեն, ոչ մի ընկերուհուս հետ ես այդքան ազնիվ չեմ կիսվում, ինչքան իր հետ ամեն տեսակի թեմաներով։ Դե ինչ է դա, ձեր ընկերները, հարազատները, բարեկամները, գործընկերները միշտ բոլորը խոսում են, որ ձեր մասին գիրք պետք է գրվի, ձեր պատմություններով, ձեր ուղղորդելով, ուղղելով, ձեր քայլերով ոչ կյանքի, այօնիկ այդ գիրքը ինչպես կոչվեր, ինչպես անվանեք այդ գիրքը։ Երևի իմ ընկերուհի Ջուլիան։ Որտեղ ես ունեմ փոքր Ջուլիայի մեջ, ես այդ փոքրի հետ ապրում եմ։ Իսկ ինչ պլաններ ունեք 31-ի գիշերը։ 31-ին։ Երկրում եք լինելու։
Անպայման 25-ին պրեմիերա Մենք ունենք։ երբեք երկրից դուրս չենք եկել։ Նոր տարին երբեք։ Մենք ամսի 25-ին ունենք Պիրականի հանդարտում ծանոթացես։ Մեծահասակների Մեծահասակների վերաբերվող նոր տարվա ներկայացում 25-ից խաղում ենք եւ 31-ի գիշերը 11-ին ենք խաղալու բանը Տիգրան Գյուլուբյանի մոտ մի հրաշալի անձնավորություն, որը եւ գրել է եւ բեմադրում է եւ Սանտա Կլաուսը։ Եվ Սանտա Կլաուսը խաղում։ Շատ հրաշք մարդ է։ Ջունանուշը Ջուլիանա։ Ջունանուշը ես։ Էդի բարի մի երազանքն է։ Սնեգուրышկա Վլադիմիրովնա, Լենինի թորնիկնա։ Չէ, բայց ասեն ինչ Ջունանուշ եմ, սա սովորական Ջունանուշ չի կարող լինել։ Դուք չեք կարող սովորական լինել։ Չէ, սովորական չի, հա, սովորական չի։ Սա սովորական չի, սա Ռուսաստանից եկած իբր բաներ են, բանկին վերաբերվում, Սիգուրիշկա Վլադիմիրովնան եւ Ձեդ Մարոզը եկել են բանկից վարկ վերցնել իբր նվերներ առնելու համար, բայց սուտ է։ Վարկի պաշտոնական ներկայացուցիչ։ Մեր բոլոր եթերներում պարտադիր հնչում է։ Բայց սուտ է, ուզում են Գիտեն բանկի աշխատողները ոնց կընդունեն, բայց շատ հետաքրքիր բան է։ ուզում են խապեն փող գործել։ Մատնի պատմի։ Հա, չեմ կոր։ Տիգրանը կնե։ Այսպես որ ամփոփում եք 2025 թվականը, ինչպիսի տարի էր ձեզ համար։ Ես շատ գոհ եմ։ Շատ Օծը արդարացրեց իրեն։ Աջան Օծը արդարացրեց իրեն։ Օծը շատ արդարացրեց, այսպես արտակնորեն ինձ ոչ չի երևում, բայց ներքնապես ես այդ խորությունը, խելամտությունը ունեմ բնությունից իմ պապայից տված նվերնայից։ Ես ամեն ինչ ճիշտ եմ զգում, խորն եմ զգում եւ հենց առաջի հայացքից եմ զգում, որը հետո արդարացնում է իմ պատկերացումները։ Ինձ շատ գոհ եմ ես 20 դա աստված այսպես շարունակվի 20 Եվ մի բան էլ կա, բացի այդ Մանյունյա ֆիլմի վերջին տարբերակը, նաև բեմադրությունն է արվում, որը պիտի խաղան, նաև հանդարտում եղավ իր հերթական բեմադրությունը եւ կատարվեց Ջուլիայի երազանքը։ Նա առաջին դասարանից երազել է Ջունանուշիկ լինի եւ դպրոցում, քանի որ շատ երեխաներ են եղել, եւ ծնողները պետք է շորերը մորերը հոգային, հետը դրան չի ասել, ներողություն, հետը իրեն չի ասել դրա համար, ու ինքը միշտ երազել է Ջունանուշիկ լինի եւ դասարանից մի ուրիշ աղջիկ ա եղել։ Վերջապես 70 տարի հետո իրեն հաջողվեց խաղալ Ջունանուշիկ, մանկական երազանքը կատարել։ Ինչ վերաբերում է ինձ, տարին շատ ստեղծագործական առումով շատ ուրախ եմ, շատ հագեցած էր։ Ուրեմն մենք հանձնեցինք բեմադրություն Հրազդանի թատրոնով, որը բավականին ակտիվ գործում է հիմա, այնտեղ խումբը քանի որ փոքր է, հրավիրում են եւ Սունդուկյանից, հրավիրում են եւ Պարոնյանից հիմնականում եւ բեմադրություն են արվում։ Վարդան Գյուղյանոսյանը բեմադրեց փաստորեն Ատամնաբույժ Նարևելյան, բոլորովին նոր, շատ հետաքրքիր աշխատանք, տղան շատ լավ չարչարվեց, աշխատեց, լավ դերասաններ են զբաղվեց այնտեղ։ Ես էլ խաղացի այդ եղջյուրակիր ամուսնու դերը, պարոն Թովմասի դերը, Հասմիկ Վերդյանն էլ իմ երիտասարդ կինն է, հաճույքով աշխատեցինք։ Բայց դու ասել ես դու ծառերն ես Դրանից բացի նաև չէ, դա այս տարի չի եղել։ Դրանից բացի 25 թվին չեղավ։ Ոչ, Ջուլիա ջան, լավ էլի։ Արա ջան։ Դրանից բացի մի խանգար, ես քեզ չէի խանգարում, չէ։ Դրանից բացի ունեցանք նաև վերջապես 21 թվականին ենք հիմնադրել ես Ռուզաննա Հախնազարյանը մեր հրաշալի ասմունքող եւ Դավիթ Գասպարյանը Սունդուկյան թատրոնից հիմնադրել ենք Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի թատրոն, որը գործում է Հայաստանի գրողների միության հովանու ներքո եւ այս տարի վերջապես արդեն սկսեցինք ակտիվ մի քանի ներկայացումներ արվեց եւ ակտիվ սկսեց գործել թատրոնը արդեն սկսեց բացահայտ գործել։ Այս տարի կարողացանք անել մեր պոեզիայի թատրոնով ուրեմն Մարգարիտներ հայ դասական քնահերգության մի շարք, ինչպես նաև արդի պոեզիայի էջերից երկրորդ բեմականացում արվեց եւ Արթուր Սահակյանը բեմադրեց մեր վաղուց ծրագրավորած տարիներ առաջ Մատյան ողբերգություն։ Առաջին անգամ պատմության մեջ ասմունքողներ են կարդացել Նարեկացի տարբեր ասմունքողներ, այս անգամ 4 ասմունքողներով քառաձայն պատարագ որպես հրաշալի հատուկ գրված երաժշտություն երիտասարդ
կոմպոզիտոր Մարգարիտա Խաչատրյան, որ կապ չունի Պարոնյան թատրոնի մեր Մարգարիտայի հետ, զուգադիպություն է Մարգարիտա Խաչատրյան, հրաշալի երաժշտություն է արել, հրաշալի երաժշտական ձևավորում, մեր Գարիկյանը ընտիր ձևավորում եւ այդ ներկայացումը կարողացանք Նարեկացին հանձնել եւ վերջապես Տանիք թատրոնում ես ուրախ եմ, որ այս տարի շատ ստեղծագործական առումով ծանրաբեռնված Տանիք թատրոնում բեմադրվեց ուրեմն ռոք էն ռոլ 50-ից հետո կամ սիրտս քեզ այդ ներկայացումը ունենց որ հագեցած էր եւ Ջուլիայի մոտ փոխանակ պատմեց քո ներկայացումը ինձ են հարցրել դու չթողիր դու կոմասին ես պատմել ինձ թվաց դու պատմեցիր հետո ես պատմեցի ներողություն հիասա հարցը բարձր Ինչ կմաղթենք մեր հերոստատողին, ինչ կմաղթենք մեր հայ ժողովրդին։ Ես հերոստատիտողին անձամբ կմաղթեմ, գիտեք ինչ։ Շատ եմ ուզում, որ մեր ժողովուրդը վերջապես ուշքի գա, առանց ենել քիչ ենք մնացել։ Ես կուզեմ, որ իրար ներեն։ Մի քիչ իրաներեն մոռանան հարստության մասին, մոռանան ինչ կարող են ոնց ասեմ ձեզ բարապաշարը շերիկում ես ուզում եմ որ ներող լինեն ու սիրեն իրար սեր եմ ուզում շատ եմ ուզում սեր տարածվի մեր ժողովրդի մեջ իրար հարգեն իրար ներեն իրար չկոպտեն իրար վատություն չանեն ես չեմ կարող ասեմ խաղաղություն եմ ուզում որտեվ հիմա հնարավոր չի սուտ կլինի որ ես ասեմ խաղաղություն եմ ուզում եւ խաղաղություն լինի հիմա այսպես արտաքին աշխարհում կարծես թե խաղաղություն է բայց հիմքը լավը չի պարզապես ես կուզենամ այնքան մարդիկ զգոնել են այնքան հասունանան այնքան զգաստանան որ մոռանան այդ կուտակման մասին հարստություն կուտակելու մասին որ իմն է ես ինչքան պոկեմ այնքան լավ այդ բաները այդ ճղճին բաները մոռանա որ մի անգամ են ապրում մի անգամ այդ մի անգամ ապրելու համար ով ինչ ունի բավարարվի այդ մի անգամ են ապրում դրա համար ինչքան նավորա պոկում են վայելում են թորներին են ապահովում ծորներին են շատ դերևություն ցավը տանեմ հա թողերի բավարարեն մենք օրինակ այդքան մենք հարուստ չենք կյանքը ավերժական է եւ կա մահվանից հետո եւ գոյություն հանդերձյալ կյանք մենք որ հարուստ չենք երկնային մենք վատ ենք ապրում մենք վատ ենք մեր թորնիկների հետ ամեն մեկը իր համար ամուսնացել է իր կյանքը ստեղծել է հարստությունը վատ բան չէ եթե վաստակում եմ ասում եթե վաստակում են իրանց կյանքը ստեղծում են մաքուր ճանապարհով էլի ապրեք շատ լավ ապրեք բայց ոչ թե զուտ մտածեք սրան նեղացնեմ նրան նեղացնեմ սրանից փոկեմ չթողնեմ շնչեն ժողովուրդը ես ուղղակի ցանկանում եմ որ մեր ժողովուրդը շատ չդատարկվեն Հայաստանից որքան հնարավոր ապահպանեն հնարավորինս չափ եթե դողում են հայրենիքի մասին մտածում են չդատարկվեն այստեղից առողջ ապրեն աշխատեն զուսպլնեն ինչքան իրար հետ թիգունքի լինեն ինչքան բռունցքները ուժեղ իրար բանանեն բռնեն իրար բռունցք այնքան կուժեղանա մեր երկիրը անչափ շնորհակալ ենք ցավոք սրտի մենք ժամանակի մեջ ինչպես իհարկե ինչու եմ ուզում ասել, գիտեք, ամեն անգամ զայրանում եմ, երբ լսում եմ։ Մտավորականներն իրենց խոսքը չեն ասում, բայց հենց մտավորականը խոսում է, պարտադիր կեսը անպատվում են, կեսը ընդունում են կամ չեն ընդունում։ Եվ զայրանում են, երբ ասում են, եկեք բոլորս միասնական լինենք, միասին պայքարենք հանուն հայրենիքի։ Ես հետևյալն եմ ասում։ Ես կցանկանամ այս եկող տարվանից սկսվի մեզ մոտ արդարության տարի, արդարության, սոցիալական արդարության եւ մարդկային արդարության։ Ես համոզված եմ, գալու է այդ ազգային համերաշխությունը, որի համար արդարություն պետք է լինի։ Չեղավ այդ արդարությունը սոցիալական, ոչ մի ազգային համերաշխություն չի լինի։ Ընթացք է պետք, հոսունություն է պետք, նորություն է պետք, թարմություն է պետք։ Մեզ արդար ընտրություն է։ Եվ հետո մեր բոլոր տոնդացարի լույսերը պայծառ կվառվի։ Շնորհակալ ենք շատ, պարոն Վաղինյան։ Շնորհակալ ենք շատ ձեր էներգիա, ձեր տրամադրության համար։ Շնորհակալ եմ, որ գտաք ժամանակ ու այս կարևոր պարտավոր ենք, նման երիտասարդ հրաշալի հաղորդավարներ մեզ հրավիրել են։ Մենք պարտավոր ենք գալ, եթե դուք հրավիրեք, ոնց կարող ենք։ Մեզ համար մեծ պատիվ է ծեսրünk։ Շնորհակալ ենք շատ։ Այս պահին գովազդ մեր եթերում, ինչից հետո կվերադառնանք եւ կշարունակենք, մնացեք մեզ հետ։